Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստ Ինֆոյի հյուրը Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Հայկ Տերզյանն է։ Բարև ձեզ, պարոն Տերզյան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Տերզյան, վերջին շրջանում իշխանությունները իրենց ռեպրեսիաները երկրի ներսում մեծացրել են, հարձակվում են հասարակական քաղաքական գործիչների վրա, աննախադեպ արշավը եկեղեցու դեմ շարունակվում է, ուր է այս ամենը տանում, ինչ օրակարգ է փորձում լրացնել, լցնել կամ սպառել Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, հաշվառելով թե միջազգային փորձը եւ թե այն ինչ կատարում է Հայաստանում, սա ոչ այլ ինչ է, քան տրենդային մատրիցա։ Ինչ է այն իրենից ներկայացնում։ Առհասարակ ցանկացած իշխանություն, որը ցանկանում է վստահելի եւ կանխատեսելի լինել իր միջազգային գործընկերների համար, պետք է ունենա հստակ քաղաքական գիծ, թե աշխարհաքաղաքական, թե ներքին։ Այս իշխանությունները, երբ 18 թվականին զավթեցին Հայաստանը, իրենք շատ հստակ արձանագրում արեցին, որ մենք իզմեր չունենք, մենք գաղափարներ չունենք, շարժում ենք այնպես, ինչպես ցանկանում ենք։ Ինչ դրանից հետո մենք տեսանք։ Սկզբից 18 թվականին իրենք այն մարդիկ, ովքեր որ մինչ 18 թվական ասում են ԵԱՏՄ ինչներից է պետք, ՀԱՊԿ ինչներից է պետք, սա ինչներից է պետք, այն ինչներից է պետք, իրենք ասացին մենք ոչ մի տեղ չենք գնում, կարող եք հանգիստ լինել, մենք մնալու ենք ամենուրեք որտեղ որ կանք։ Անցավ որոշ ժամանակ եւ իրենք շարժվեցին տրենդերով, այսինքն հիմա եկող տարվա ընտրություններից առաջ իրենք փորձում են դիրքավորվել որպես արևմտամետ ուժ։ Իրականում դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ այն մարդիկ, ովքեր որ առնվազն արևմտյան քաղաքակրթության հետ որոշակի շփում են ունեցել, թե միջազգային գործընկերների առումով, թե մշակույթի եւ թե ապրելակերպի, հստակ արձանագրեն, որ այն ինչ կատարվում է Հայաստանում, որից եկե արևմտյան արժեքների կամ նման ինչ-որ օրինակ բանի հետ կապ չունի։ Հայաստանում փաստացի այս բանը տեղի ունենում իշխանության ամբողջական զավթում, այսինքն սկզբից իշխանությունը բնականաբար գործադիր մարմինը զավթվեց, այնուհետև արտահայտ խորհրդարանական դրություններից հետո նաև ուրեմն ընդհանուր ոչ միայն գործադիրն է, որոնցիր մարմինը զավթվեց, դատական իշխանությունը զավթվեց, ինչու է շատ կարևոր իրենց համար որպես այդպեսին ոչնչացնել այն եկեղեցին, որը կա այսօր։ Իրենք բոլորին, ով իրենց հարմար չէ, տարբեր անուններով են կոչում, մեկին կոչում են ռուսի ագենտ, մեկի կոչում են այսպես, այնպես, ես ուզում եմ մի օրինակ բերել, որ ես ընդդիմադիր գործիչներից մեկը գրառում էր արել, որտեղ մեկնաբանություններում քննարկում կար, որ գործակալների մասով Հայաստանում հստակ հարց է ուղղել ազգային անվտանգության ծառայությանը, արդյոք Հայաստանում կան գործակալներ եւ իրենք նշել են, որ մենք չենք տիրապետում նման տեղեկատվությանը։ Այն մարդիկ, ովքեր որ այդ թեզերն են տանում, որ չգիտեմ, կաթողիկոս է, այսինչ մարդկանց այսինչ բանն է զեկուցում կամ հոգեորական, նրանք պետք է հստակ փաստեր բերեն։ Եթե փաստեր չկա, նշանակում է դա ուղղակի պարզապես եղեգուկ զրույց է։ Իրականում ո՞րն է այս ամեն ինչի նպատակը։ Նպատակը շատ պարզ է, եկեղեցին դարերով ի վեր, սկզբից որպես կառավարող մարմին, այնուհետև նաև պետության եւ պետությունից իշխանությունից անջատ, բայց նաև պետության շատ գոյության եւ ժողովրդի գոյության շատ կարևոր մասնիկ ինքը ունեցել իր պատմական դերն ու նշանակությունը։ Բնականաբար ցանկացած իրավիճակում ռիսկ կա, մեծ ռիսկ եկեղեցու, որ եկեղեցին կարող է միավորող լինել։ Իհարկե հասկանում ենք, որ քաղաքական դաշտում քաղաքական ուժերի, միավորումների հնարավոր պայքարը, անհաջողությունները բնականաբար նաեւ իրենց հետևանքներն են թողում եւ մարդկանց անհրաժեշտ է լինում որոշակի հենասյուն, ինչի շուրջ կարելի է միավորվել, ինչի շուրջ կարելի է հավաքվել, դա եկեղեցին է։ Հիմա փորձում են իշխանությունները այս ամենը, այսպես ասում են, մի քարվածով երկու նապաստակ խփել։ Մի առումով չեզոքացնել եկեղեցու դերը, մյուսը, որը որ թե Ուկրաինայում, թե Մոլդովայում, դիշակ երկրներում, որոնք որ անցել են, Թավշյա հեղափոխությունների փուլ, փորձում են եվրոպացի իրենց գործընկերներին ցույց տան, որ մենք ում դեմ պայքարում ենք, իրանք ռուսի շպիոն են, իրանք են, դա աբսուրդ է։ Ասեմ ձեզ ավելին, մեկ շաբաթ ասու առաջ Բուդապեշտում հանդիպել է եվրոպացի մեր գործընկերների հետ, ովքեր որ մարդու իրավունքների, ազատությունների բլոկում են աշխատում, իրենք ուղղակի ապշած են Հայաստանում հոգևորականների ձերբակալություններով։ Քաղաքական գործիչների, հասարակական գործիչների քննարկում եղավ, բնականաբար իրենք զարմանք հայտնեցին, բայց եկեղեցականների մասով ամենամեծ զարմանքն է, թե ինչպես կարող են Հայաստանում այդպես վարվել եկեղեցականների հետ։ Դեռևս իհարկե տեղյակ չեն update եղած իրավիճակից։ Սա հերթական անգամ փաստում է այն մասին, որ մենք գործ ունենք իրականում դիկտատուրայի հետ։
Ես օրերս նաև մի տեսանյութ էր բերել Հայաստանում, հա, խորհրդային Հայաստանի, ուրեմն խորհրդանի քննարկումներից, երբ քննարկում էր անկախության հանրաքվեն անելու հարցը, այնտեղ Աշոտ Նավասարդյանի ելույթից հետո, երբ խոսք գնում էր թե ինչ ներառվի այդ տեքստի մեջ, հա, ժողովրդավարություն թե ոչ, ու հստակ դրվում էր, որ կարող է իրավիճակ լինի, որ պետության մեջ ժողովրդավարություն չլինի։ Եթե չեմ սխալվում, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր այդ լավ հետաքրքիր խոսք ասաց, շատ անգամ նրանք, ովքեր որ խոսում են ժողովրդավարությունից, գալիս են ու սահմանում են դիկտատուրա։ Հիմա նույն այս դեպքում է։ Փաստացի մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ինչից խոսած, ինչ խոսք տվեց, արեց լրիվ հակառակը։ Պարոն Տերտյան, այսինքն ստացվում է, որ հիմա Նիկոլ Փաշինյանի այս ագրեսիվ քաղաքականությունը երկրի ներսում արևմտամետության դրսևորում է, այսինքն փորձում է ցույց տալ, որ ինքը արևմտամետ է, բայց միթե արևմուտքը դուք էլ նշեցիք, որ չի ընդունում այս ամենը։ Տեսեք, իրականում Հայաստանի Հանրապետությունում որքան էլ կարող շատ նշանակ է թողնական չի, շատ-շատը իրենց գործով չեն զբաղվում։ Նրանք, ովքեր որ իբրև թե դիրքավորված են որպես արևմտամետ, այնպիսի բաներ են շատ անգամ խոսում, մարդիկ ասում են լավ, այս արևմուտքը թող գնանք ուրիշ կողմ։ Որոշ դեպքերում որոշ ռուսամետներ այնպիսի միտք են արտահայտում, մարդիկ ասում են լավ գնանք արևմուտքի կողմ։ Իշխանության կազմում այնպիսի բաներ են խոսում, մարդիկ ասում են մենք ընդդիմություն ենք։ Ընդդիմության մի որոշակի հատվածք այնպիսի բաներ է խոսում, մարդիկ ասում են լավ գնանք իշխանության կողմ։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ փաստացի Հայաստանում զգալի մաս ովքեր որ հանրային քաղաքական գործունեությամբ են զբաղվում, իրենք իրենց տեղում չեն։ Նույնիսկ սա մեղք է, որից եկեպ անվանել արևմտամետ որոշակի գործիքական։ Իրենք փորձում են դա ծախեն մի իրավիճակում եւ ասում են մենք հիմա Ռուսաստանից հեռանում ենք, եկեք սա դրան է տանում։ Փաստացի իրենց ասած Միչանսկի կառուցման փուլը գծված է որպես տարվա երկրորդ կես 2026 թվականի։ Իրենք հիմա գումար են ստանում Եվրոպական միությունից, որպեսզի հիբրիդային պատերազմի դեմ պայքար տան, դե պարզ է, պայքարը ոնց են իրենք տանելու, ոնց են այնտեղ ներկայացնելու, այսինքն ով իրանց դեմ է իրենք շպիոններ են, իրենք ամենաեվրոպա մետն են, չնայած եթե օրինակ նայենք տնտեսական ցուցանիշները, այդ շատ հետաքրքիր համընկնում եղավ, երբ իրենք խոսում էին, որ մենք դեպի Եվրոպա ենք գնում, դրանց առաջ օրինակ էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն ամենաստացված պրոյեկտներից մեկն է, առևտրաշրջանառությունը, որպես այսպեսին 10-11 միլիարդը գերազանցել էր։ Այն դեպքում, երբ որ Եվրոպական միության հետ մենք ունենք նաև մի շարք երկրների հետ տնտեսական առևտրաշրջանառություն նվազում։ Հիմա իրենք փաստացի ինչ են անում, իրենք ունեն մի թեզ, բացի դրանից, հա, որ կողմ։ Հիմա վաղ եթե թրենդային լինի, չգիտեմ, հապ գնալը, իրանք ասեն հա մենք չենք սարսում, հետ ենք գնալու։ Իմաստը ո՞րն է այս ամեն ինչի։ Իմաստը շատ պարզ է։ Իրենք հիմա փորձում են Հայաստան ամբողջապես կախվածության մեջ գցեն եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից, ինչի, որովհետեւ իրենց միակ թեզը իշխանության մնալու, դա խաղաղությունն է։ Բայց հասկանում եք, չէ՞ որ խաղաղությունը դա միակողմանի չի լինում։ Հասկանում եք, չէ՞ որ նա Ադրբեջանը իր հենց գործող իշխանությունը այնտեղ Ալիևների իր հարցերը լուծելու համար բնականաբար շատ դեպքերում շարունակելու է եւ ռեպրեսիաները եւ ճնշումները Հայաստանի նկատմամբ ինչը եւ անում է նույն գիտությունների ակադեմիայում իրենց մոտ հայտարարված միտքը, որ Սևանը գյուղ է, իսկ Հայաստանը ընդհանրապես Ադրբեջանի պատմական տարածքն է։ Իրենք հիմա փաստացի իրենց մեր պետության բոլորիս ապագան, իրենց իշխանությունը դրել են Իլհամ Ալիևի սեղանին, ասում են ժողովուրդ, խնդրում ենք ձեզ, նենց արեք, որ մենք իշխանությունը պահպանենք։ Այսինքն Հայաստանի ապագան իրենք դրել են Ալիևի ձեռքերի մեջ։ Վաղը մյուս օր, երբ որ ինչպես իրենք են ասում, հա, տնտեսությունը կփորձեն կփոխել, հա, այն իրավիճակը, որ ունենք, իրենք դա դարձնելու են Թուրքիայից եւ Ադրբեջանից մեծ կախվածության մեջ։ Մնացած ողջ աշխարհին, հա, նախ մեծից ավելի հայ չեն կարող լինել։ Ռուսաստանի երկրորդ ֆրոնտ հիմա պետք չի ընդհանրապես։ Եվրոպային պետք է, որպեսզի Հայաստանը առավելևս հեռանա Ռուսաստանից։ ԱՄՆ-ին բնականաբար պետք է իր խաղաղության Նոբելյան մրցանակը, որը իհարկե չստացան, բայց FIFA-ի տեսքով մրցանակաբաշխություն վերջերս եղավ, ստացան։ Փաստացի այս պահին բազմաթիվ պետություններ, եթե մի կողմ դնենք այն ռազմավարությունները, որոնք որ գերտերությունները տասնամյակներ առաջ սահմանում եւ իրականացնում են, Ադրբեջանը եւի միակ պետությունն է այս ամեն ինչի մեջ, որ հստակ գիտի ինչա ուզում, ու դա անում է բացառապես Հայաստանի Հանրապետության, հա, շահերի հաշվին։ Հայաստանի իշխանությունն էլ գիտի ինչա ուզում Ադրբեջանը, գիտի ինքը ինչա ուզում, իր ուզածը բացառապես իշխանություն պայելն է։ Ու անում է այդ ամեն ինչը նվիրաբերում են բացառապես նրա համար, որ որպես այդպեսի մնա իշխանության։ Բայց եթե մի քիչ ավելի առաջ ենք նայում, հա, դա կարելի չլինի մի ամսից, դա կարելի չլինի կես տարուց, բայց
Ադրբեջանից եւ Թուրքիայից տնտեսապես եւ ոչ մենակ կախվածությունն է նշանակում, որ այսօր 21-րդ դարն է ոչ մենակ տանկերով են պետությունը, հա, գրավում։ Գրավում են այլ երկու մեթոդներով։ Առաջինը դա երբ այս կամ այն երկրում քո բնակչությունն է շատացնում, ինչպես օրինակ Թուրքիան անում Եվրոպայում ու զգուշացնում է շատ անգամ եվրոպացիքին, որ շատ չթփրտակ, թե չէ ես իմ յաչեյկաները տեղից կբարձրացնեմ, ողջ Եվրոպան կտեսնեք ինչ օրիք գցենք, իդեպ 44 օրյա ընթացքում իրենք նման փորձ արեցին։ Եվ երկրորդը Ադրբեջանը այս դեպքում տնտեսություն, այսինքն մերը հողնա, ձերը փողնա սկզբունքով։ Դուք այս փողերը վայելեք, մենք հողերը կվայելենք, հետո դրանից հետո դուք աշխատելու եք մեր վրա։ Տրանսֆերտները արդեն մեր մոտից է գալու։ Այս ամեն ինչի կախվածությունը, եթե ձեզ խելոք չպեք, ճանապարհները կփակենք, դելիմիտացիա դեմարկացիան կամ ընդհանրապես բլոկադայի մեջ կհայտնվեք։ Դրան գումարած որպես բոնուս իհարկե այդ ուղին, որը որ արդեն Իրանի հետ որոշակի խնդիրներ առաջացնելու, իսկ Իրանին առհասարակ իշխանություն փոխելու, շահի թորանը բերելու ծրագիրը այնպես չի 3-4 որոշում կայացվել։ Այսինքն մենք փաստացի գնում ենք այն ճանապարհով, որտեղ որ ոչ մի լավ բան չկա, լավ բան կա անդամների իշխանության համար իրենց մանդատները պահել են։ Տեսեք, Ղազախստանից ցորեն բերեցին, հիմա կարծեք թե Ադրբեջանից նավթ են բերում։ Սա եւս փորձելու են ներկայացնել որպես ձեռքբերում, որտեղ Վրաստանն էլ կարծեք թե հայտարարել է, որ առաջին այսպես խմբականակը անվճար է լինելու։ Այստեղ շատ հետաքրքիր միտում կա, երբ նայում ենք օրինակ ադրբեջանական մամուլին, ամենքը կարողանում են այդ իրենց ուզած ձևով վաճառել։ Ադրբեջանական մամուլը դա վաճառում է հետեւյալ կերպ, որ այ տեսեք, այսքան տարի ձեզ խելոք պահեիք, մեր ուզածով անեիք, շուտ էդիք ստանայիք։ Իրենք իրենց մասով դա վաճառում, ինչի համար չեն հիմա իրանք տանում դեպի խաղաղություն, ոչինչ թող հայրենավ չէ, որտեղ իրենց վաղամիսով դա պետք է անել, որ որպես sense պատեճկա, էլի, sense գցեցինք դեմները, դե լավ, դե վեկալ եք։ Վրաստանը բնականաբար շատ խելացի քաղաքականություն է վարում, առհասարակ այն ինչ կատարում է Վրաստանում, շատ հետաքրքիր է, որովհետև իրենք փորձում են իհարկե իրենց դիրքավորումը պահեն ու նաև հաշվի առնելով, որ փաստացի այլ տնտեսական ուղիների բացումը, առկայությունը նաև կարող է նվազեցնի իրենց, ուրեմն պետության անցնող առևտրաշրջանառության տոկոսը, ինչը կարող ուղղակիորեն իրենց բյուջեի վրա ազդի, բնականաբար իրենք փորձում են առաջամարտիկ լինել, որպեսզի հետագայում եւս Վրաստանը լինի այդ ամեն ինչի, որպես կորիզը, որպեսզի պահպանի այդ ամեն ինչը, որովհետև կան ռիսկեր, որ օրինակ եթե ճանապարհներ բացեն, եւ Վրաստանից ինչ որ Վրաստանով էր գնում, գնալու է Հայաստանով ավելի կարճ, ավելի հեշտ, դրանով օրինակ Վրաստանի բյուջեն է նվազելու։ Հայաստանի դեպքում իհարկե իրենք վաճառում են, որ տեսեք, այսինչ բան է կա, բենզին է կա, վաղը չգիտեմ, Բաքվի ինչ որ լավ կոնֆետներ կգա, չայ կգա, չգիտեմ, բատուտ կգա, մի բան կգա, այսինքն իրենց նպատակն է դա, այսինքն Ադրբեջանը իր մասով ասում է լավ, քեզ պետք է ընտրություններ, հարց չկա, մեկ-մեկ ճիշտ է, ասենց կնուտի ու պրյանիկի էֆեկտով, մեկ-մեկ sense քեզ կսանձեմ, կհայտարարեմ էսա իմը, այնա իմը, էսա իմը, բայց քեզ կտամ այսինչ բանը։ Հիմա իհարկե գրկնամ շրջափակման մեջ ապրելը բնականաբար հաճելի չի ու նաև պետք է ֆիքսել, որ շրջափակում առաջին Արցախյան պատերազմից Հայաստանը չի արել։ Թե Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանը երբևէ որևէ մեկի առաջ տարածք, սահման չի փակել։ Բայց ամեն ինչ ունի իր գինը, հա։ Այսինքն այն ֆորմատը, որը որ հիմա ենք տեսնում, սա կրկնում եմ ուղղակի նվիրաբերում է սեփական օրակարգին թշնամուն, որ վաղը մյուս օր օրինակ եթե հիմնական ներկրող դառնա թե գազի թե բենզինի, գազների դեպ ամենահետաքրքիր են կլինի, որ ռուսական գազն է, այսինքն ոնց որ Եվրոպա, Ադրբեջանը պետք ունեն ռուսական գազ, ուղղակի ասում է փոխանցողը զուտ միջնորդն է։ Բավարար վաղը օրինակ ինչ որ մի կոնֆլիկտ եղավ, ասեցին չէ, փակվում է սահմանը։ Մենք Ռուսաստանի հետ այսքան ժամանակ բազմաթիվ կոնֆլիկտներ ենք ունեցել, տարբեր ժամանակներում, ոչ մենակ վերջին 7 տարին, բայց երբևէ մեր առաջ սահման չի փակվել։ Հիմա օրինակ բավարար ինչ որ տես կոնֆլիկտ լինի ու որոշեն օրինակ մեր հիմնական կամ ցորենը, կամ գազը, կամ այնա, դա օրինակ Ադրբեջանով կա։ Ասեն լավ, մենք այսօր չենք մատակարարում։ Դուք այսինչ բանը լավ չեք պահել ձեզ, կամ ոնց որ այսինչ բանը սխալ եք անում։ Չի ստացվում, որ մենք փաստացի թղթի վրա խաղաղություն ունենալով, բայց ոչ ժողովուրդների մեջ, որտեղ այնտեղ միջև հիմա, եթե չեմ սխալվում, Բաքվում նույն հայերի, հա, մեր զինվորների տեսքով այդ Չակերտավոր թանգարանը, որ ֆաշիստական Գերմանիայի զորշիմանով չի տաբերում, դեռևս կա, հայատյացությունը կա, իրենց մամուլը էլ չեմ ասում, 44 օրից հետո արդեն միջև այդ Ղարաբաղն են իրանք համարում իրանցի, հիմա արդեն անցել են Հայաստանի պրոսպեկտի մսկիթներին, բանով սա ասում են մերնա կոնդից սկսած նաև։
Հիմա հարցը առաջանում, որ կոնֆլիկտ եղավ, մեզ ասեցին, տղեկ, դուք ձեզ խելոք չեք պահում, մենք փակում ենք, ցորեն չեք ստանա, գազ չեք ստանա, ինչ ենք անելու։ Դիվերսիֆիկացիան տնտեսական տես չի լինում։ Դիվերսիֆիկացիայից առաջ կան շատ ավելի կարևոր պայմաններ, ես կրկնում, ես շատ ցավում եմ, որ փաստացի ողջ աշխարհում են ինչ որ տեղի ունենում, որ անկեղծ բազմաթիվ վերլուծաբանների, քաղաքագետների, թե Արևմուտքի, թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ում հետ որ շփվել եմ, մարդիկ չգիտեն ինչ է սպասում, բացի մի պետությունից, դա Ադրբեջանն է։ Ադրբեջանը իր վաղվա օրակարգը այսօր կառուցում է Հայաստանի հաշվին, այն դեպքում, երբ որ ողջ աշխարհում իրոք անորոշությունը, ռուսկի ռուլետկայի սկզբունքով բոլոր երևազենքը պայել են, ոչ մեկ չի ուզում հետ կայլանի, սաղել պատրաստ են կրակել։ Հայաստանի հաշվին։ Բայց տեսեք, Ադրբեջանը օրինակ գիտի ինչ է կատարվում Հայաստանի հաշվին, բայց Ադրբեջանն չի կարող հստակ նշել, թե իր հետ ինչ կկատարվի, եթե օրինակ աշխարհը հանդարտվի։ Դե տեսեք, աշխարհը հանդարտելու մի քանի մեթոդներ կան։ Իհարկե, մեկ օրինակ Ռուսաստանի դեպքն է, Ռուսաստանի Ուկրաինայի կոնֆլիկտը։ Եթե այնտեղ ինչ որ մի պահին պատերազմ կանգնեց, առնվազն ես այս պահին դրա հնարավորություն չեմ տեսնում, բնականաբար Ռուսաստանի իշխանությունները չեն մոռացել Իլհամ Ալիևի, այսպես ասած, երկար լեզուն եւ հայտարարությունները։ Եթե ԱՄՆ-ում հանրապետականների փոխարեն կան դեմոկրատները, որոնք որ ավանդաբար, հա, միշտ ավանդաբար սկզբունքը կա դեմոկրատները հայերին ավելի լավ են վերաբերվել, հանրապետականները թուրքական պետություններին ավելի լավ։ Իհարկե նաև դեմոկրատները կարող հանկարծակի հիշեն այն մասին, որ օրինակ Իլհամ Ալիևը մի քիչ իշխանությունում երկար է մնացել Ադրբեջանում։ Չնայած երկուսի դեպքում էլ ամեն դեպքում մենք տեսել ենք տարբեր ոչ հայանպաստ պրոցեսներ։ Այստեղ խնդիրը հետևյալն է, բայց Ադրբեջանում ինչ էլ կատարվի, Ադրբեջանում, հա, իրենք ձեռիդ հետ մեծ տուզ ունեն, այդ Հայաստան, այսինքն եթե փորձեն Ադրբեջանի ներսում ինչ-որ բան հրահրել, չնայած այս պահին մի քիչ դա դժվար է, որտեղ Իլհամ Ալիևը ռեյտինգ ունի Արցախի հաշվին ու անդադ հիշեցնում է դա, ու նաև հիմա հաշվի առնելով են հանգամանքը, որ որդուն հիմա ամենտեղ տանում է, ոնց որ Հեյդար Ալիևն էր իրեն ամենտեղ տանում, ոնց որ իշխանության հետագա փոխանցումը ամեն դրամաբանությամբ այլներով ընտանիքի հաջորդ անդամին։ Հայաստանը միշտ որպես կոզիր կա, այսինքն վաղը մյուսօր կարող պետք լինի Հայաստանի հաշվին իրեն ժողովրդին ինչ-որ բան ցույց տան, ինչ-որ մի բան սահմանափակեն կամ դելիմիտացիա դեմարկացիա ընթացքում ինչ-որ մի բան անեն, հա, ինչ-որ մի կտոր վերցնեն Հայաստանից, ասեն օրինակ սա մերն է ու սա ծախեն իրեն ժողովրդի վրա, այսինքն իրենք միշտ գրպանում զապաս տուզը ունեն, այդ տուզը ցավոք սրտի Հայաստանն է։ Ու Հայաստանի իշխանություններն էլ այդ այնպես տեղ սիրուն կեփեն, հա, ոնց էր ոչ մի թիզականին 18 թվական, 21 թվական իրենց ծրագրով ամրագրել են Յակոմինսկի ուրեմն գոյությունը, Արցախի անվտանգության ապահովումը, հիմա հարցնում ես, ասում են, ցավներ տանամետի չեք ասում։ Ոնց ասենք, ել մինչև 26 թվականի հունիսի 7-ը դու քո ծրագիրը պետք է անել, բայց չես արել ոչ մի բան, հակառակ ես գործում։ Հիմա նույնն այս սկզբունքով է Հայաստանը մնում է որպես տուզ, իսկ սпасել թե այս ինչ բանը երբ կվերջանա, հիմա նախ նոր բազմաբևեռ աշխարհակարգում, որը որ ձևավորվում է փաստացի, արդեն իսկ պետք է շատ ավելի շուտ մտածել, որտեղ կոպիտ ասած հիմա նույնը չի ինչ 26 թվականի ընտրություններին հետ ֆրանս փորձես Ղարաբաղ գտնես, նույնը չի ինչ 21 թվականի ոնց ֆրանս հետ Ղարաբաղ փորձես գտնես, նույնը չի ինչ որ օրինակ 20 թվականի սեպտեմբերի 27-ից հետ ֆրանս փորձես Ղարաբաղ, այսինքն ամեն անգամ մենք ինչ որ մի հատ մեծ խնդիր ենք ունենում ու դրա հետևանքով նաև դրամաբանորեն օբյեկտիվորենտ ժողովրդի շատ ուղղ ենք խոսում, նաև առնվազն այն հնարավոր փոփոխությունները, որոնք կարելի անել, բնականաբար այդ կետերը նվազում են։ Պարոն Տերտյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում մասնակցեց պատարագի։ Արդյոք պատահական էր ընտրված հենց այդ օրը, որովհետև եթե օրինակ համեմատենք թուրք-ադրբեջանական տանդեմը 44-օրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին իրենց այդ զավթողական քաղաքականությունը իրականացրել են մեզ համար կամ թեկուզ իրենց համար ինչ որ խորհրդանշական օրերի։ Այո, Քարվաճարը նույն հանձնում է Մոնտեի, հա, այսինքն գիտեք ինչ, ես սիմվոլիզմ իհարկե տեսնում եմ այդտեղ, նաև տեսնում եմ երկուսը մեկում, մի կողմից սիմվոլիզմ, մյուս կողմից Ադրբեջանին հաճանալու միտում, որովհետև իրենց հա հոգևոր հայրերը հայտարարել են, որ իրենց համար ընդունելի չէ, հա, մեր կաթողիկոսը, նաև կաթողիկոսի միջազգային հայտարարությունը, թե Հռոմի Պապի հետ հանդիպման ընթացքում, երբ խոսում էր ադրբեջանական ագրեսիայից եւ այն ինչ որ պատմամշակութային մեր արժեքները ոչնչացում էին Արցախում, որից է բան պատահական չի, թե դեկտեմբերի 7-ին, հա, այդ ամեն ինչ ինչ որ արվում է, թե առհասարակ Հայաստանում։ Խնդիրը հետևյալն է, թե դրան ինչպես է պետք արձագանքել։ Ես իհարկե շատ ուրախ եմ, որ պոտենցիալ հայ իշխանությունը միշտ բնականաբար, հիմա եթե օրինակ հաջորդ իշխանություն լինի IS,
ինքը ունենալու է իր սատարողները, իր cover photo-ը, այս են դնելու բան, գերագույն գլխավոր հրամանատար, միշտ այդ ստանդարտ միշտ մասանք կա, այսինքն դու իշխանություն տրայնիկը դնենք, ընդ վաղը մյուսօր բան, տրայնիկի բարելչիկներն են լինելու։ Այս դեպքում մենք ունենք իրավիճակ, որ այն սատարողների պոտենցիալ թիվը, որ իշխանությունը կարող է ունենալ, ինքը չունի։ Նույնիսկ իշխանության մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք որ սա չեն ընդունում, բայց վախենում են, որտեղ յուրաքանչյուր կարող կոմպրոմատ լինի ու մեկ օրվա ընթացքում պատգամավորից կամ այլ պաշտոնյայից սարքեն լրիվ չուլ։ Երկրորդը կա նաև բնականաբար այդ իշխանությունն եմ լավ եմ ապրում խի տեղից խոսամ բան ու այդ միշտ սկզբունքը գործում է դե ես ուղիղ պատասխանատու չեմ, ես ինչ եմ արել, որ այդ նույնը ինչ որ օրինակ ասում էին երրորդ ռեխի զինվորները, էլի օքեյ չի դա։ Այս դեպքում պետք է իհարկե հակադարձել հետևյալ, նախ կաթողիկոսը հիմա ավելի քան պետք է ուժեղ լինի, ավելի քան պետք է ամուր լինի իր դիրքերում, ինչի համար, որովհետև այս պահին մի շարք սրբազաններ փաստացի այդ պայքարի համար են նստած։ Այս պահին այն ինչ որ կատարվում է եկեղեցում, այո, պետք է նաև ընդունել, որ կային մի շարք հոգևոր հայրեր, ովքեր որ առնվազն ժամանակին տարբեր մականուններ են ունեցել, իրենց որոշակի բաների միգուցե ներվել է, իրենք բացահայտվում են։ Այո, դա նաև կգնա Նիկոլ Փաշինյանը իր գոյությամբ նա նաև հետևանքա սխալների, հետևանքն այն բացերի, որոնք որ եղել են, որը որ եւ տրամաբանականը եւ ցավալի եւ հիմա հետ հայացք ես նայեմ, ասում ես օրինակ, չգիտեմ, ինչի օրինակի համար այն ժամանակ Բենտլի Կճոյանը պետք է հենակ միջև հիմա լիներ, որ հիմա սենց ուրախությամբ ընդունում Նիկոլ Փաշինյանը, ոնց որ երեխուն կնքելուց ծնողը լինի, սպասում է տնա երբ է գալու։ Իհարկե այդ ամեն ինչը նաև ցավ առաջացնում, որ հետհայացք դու, բայց չէ, այսին ժամանակ պետք է սա ընդհանրապես չլներ, բայց ունենք այն ինչ որ ունենք, այսինքն բոլոր սխալներով հանդերձ։ Շատ լավ է, որ հիմա փաստացի Նիկոլ Փաշինյանը Բենտլի Կճոյանի հույսին է մնացել։ Շատ լավ է, որ փաստացի իր շուրջ միավորում է այնպիսի մարդկանց, որ ունայում ես իրենց պատմությունը, ասում ես մի րոպե, էլի ոչ մեկ անմեղ չի այս աշխարհում, բայց կներեք, մեղավորները չեն կարող, օրինակ չի կարող ամբաստանյալը փորձի մեկ այլ ճակերտավոր ասած մեղավորի կամ ամբաստանյալի դատի, չի կարող հանցագործը դատի այլ մարդու, դա չի լինում այդպես։ Ես չեմ ասում, որ մեր իշխանություն պետք է գա ինչ-որ տենց մեկով առհասարակալ լրիվ որևիցե մեղավորություն կյանքում չունի, դա տենց մարդ գոյություն չունի։ Բայց առնվազն այս իշխանությունները ինչ որ իրանք մեր գլխին բերել են, իրանք իրավունք չունեն որևիցե մեկին ոչ դատելու, ոչ քննադատելու։ Իրենց փոխարեն դա պետք է անի, չասեմ հորինված ինչ որ միացած կերպար, հա, որ տենց նոմա տենց 14-15 տարեկան աղջիկներ ինչ որ միացած կերպար են հորինում, ինչ որ մտարքայազն սպիտակ կնած ասպետ, բան չէ։ Այդ առնվազն կոմպետենտ իշխանություն, որը որ գիտի ինչա պետությունը, որը որ գիտի ինչա եկեղեցին։ Ու բացի դրանից, ես վստահեցնում եմ տարբեր ժամանակներում մեր տարբեր կառավարիչներ, մեր տարբեր նախագահներ, ղեկավարներ շատ մարդկանց կարող էին պատժել, բայց յուրաքանչյուրի պատիժը նաև ունի որոշակի նաև ինստիտուտ, այսինքն եթե որևէ ինստիտուտի որևէ ներկայացուցիչ դու պատժում ես ու բոլորի առաջ, դա նաև չի կարող չազդել այդ ինստիտուտի վստահության, այդ ինստիտուտի գոյության, այդ ինստիտուտի կշռի վրա։ Իսկ պետության հիմքերը նաև իր ինստիտուտներն են, այսօր որևէ ինստիտուտ չի մնացել։ Բանակներ արժեզրկեցին, եկեղեցիներ վերջի հանգրվանը արժեզրկեցին, ազգ, բանակ, հաղթանակ, այդ սկզբունքը ընդհանրապես ամեն ինչ արժեզրկում են, ինչի, որ լինի ամորֆ մարմին, պետական ինստիտուտ չլինի, լինի բացառապես ժողովուրդ, որը որ ազգել չէ, ժողովուրդ, որը որ հպարտ է, որը որ ազատ է, բայց չգիտես ինչ է, միջև այդ տենց կեզրույք Եգիպտոսում որպես թուրք էին աշխատում մարդիկը, տենց են մարդկանց ծախում, հա, սվինքսի մոտ էին աշխատում։ Կամ էլ հաջորդ հանգրվանը այլ ընտրանքը սրա դա ուղիղ պայքարն է։ Պայքարը ոչ թե վերացական պաթոսային ինչ-որ sense, բան չէ, պայքարը իրական ազատության ու իրական պետության համար, նրանց համար, ովքեր չեն ուզում օրինակ մի քանի տարի հետո ամբողջապես կախվածության մեջ լինեն Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Եվ վերջում պարոն Տերյան, փորձենք հասկանալ պայքարը ինչպես պետք է դրսևորվի, որովհետև իշխանությունները
ձերբակալություններից զատ փաստացի կամ ոչ, եթե այսպես չմեղադրենք, հա, չասենք իշխանություններ, ասենք իշխանությունների թողտվությամբ եւ իրավապահ համագարքի անգործության պայմաններում հարձակումների են ենթարկում հասարակական քաղաքական գործիչները, անձինք ովքեր ազգադավ քաղաքականության դեմ են հանդես գալիս, երեք հենց արդեն հարձակման է ենթարկվել նաեւ Միրան Հակոբյանը, հասարակական քաղաքական գործիչ, եւ հետաքրքիր է նաև, որ այս ամենի ֆոնին մտավախություն չկա, որ մարդիկ ընդդիմությունը, նրանք ովքեր դեմ են իշխանությունների վարած քաղաքականությանը, կարող են արդեն վախենալ եւ այլևս չխոսել, բողոքի ձայն չբարձրացնել, անգամ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների պաշտպանները միջազգային այսպես լռում են, աչք են փակում այն ամենի վրա, ինչ տեղի ունենում Հայաստանում։ Տեսեք, նախ իհարկե դատապարտում են ինչ-որ տեղի ունեցավ Միրանի նկատմամբ, նաև դատապարտում են ամեն ինչ տեղի ունենում մեր քաղաքաբանտերկանների նկատմամբ բոլորի կա մի քանի բաց մեխանիզմ։ Օրինակ փողոցային պայքարի ընթացքում շատ անգամ բացի բուն ակտիվիստների ձերբակալում են նաև փողոցում անցնող ուղղակի մարդկանց։ Պատճառը հետևյալն է։ Այդ մարդը գնալու է տուն, ասի ես որ Շիմանչյանը փողոցով անցնում էի, ինձ բռնեցին։ Հալա վայ ախպեր քաշվեմ մի կողմ, շարի տակ չընկնեմ, ես չանեմ, ինչ անեմ։ Մարդկանց վախեցնելու մեթոդ։ Առաջինը ինչա պետք է անել, դա չվախենալ։ Երկրորդը, եթե իրենց թվում է շախմատային լեզվով ասած, որ մի խաղատախտակի վրա ինչ որ մեկին ուտելով, ինչ որ մեկին հանելով դաշտից, հա, պայմանական շախի չհասած, բայց ինչ որ մի քայլ անելով այդ մարդիկ, այդ քարերը, ֆիգուրները իրանք վերանում են, ոչ, իրանք մյուս խաղատախտակին են հավաքվում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր գործունեության, իրենց ողջ իշխանությունը, իրենց գործունեության հետևանքով մնացել է որոշակի հատված մի մեծ խաղատախտակի առաջ, որ ընդհանուր մի հարց ունի, ճիշտ դիրքում կոնսոլիդացվել է, այսինքն հիմա մյուս հատվածը գերազանցում է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը չունի այն իշխանությունը, որ շատ անգամ նա չափում է TikTok-ի լայքերով կամ Facebook-ում կամ Instagram-ում, որի մեծ մասը եթե ուշադիր հետևենք առհասարակ է, Հայաստանի հետ կապ չունեն, մեզ մնում է իրական դիմադրելը։ Միջազգային հանրությունը, գիտեք, այո իրենք անհանգստանում են, այո իրենք են, բայց եկեք օբյեկտիվ նայենք, նախ այս պահեդրությամբ ինքը Հայաստանի շահերից շատ բան է տալիս, սпасել, որ կամ հյուսիսից, կամ արևմուտքից մեզ աջակցելու են, ոչ, որովհետև նաև մի բան կա, ձերի աջակցություն չի լինում, այսինքն ոչ մեկ չի գալու ասի, լավ դուք ես ինչ լավն եք, ժողովրդավար եք, եկեք ձեզ աջակցել, ինչ որ բան են ուզելու, իսկ նայեք Հայաստանի մարդիկ ունեն իրավիճակը, որ ինչ որ մի բան էլ տա, մեզ մնում է իրականում շարունակել պայքարը, կռիվ տալ ու ես վստահ եմ այդ արդյունավետությունը ունենալու է իր։ Փաստացի, եթե հետ ենք նայում, ամեն տարի իհարկե ինչքան էլ որ աղետներ ենք ունենում, այնքան էլ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը մեղմ ասած նվազում, հասել է պատմական մինիմում, ասեմ դες ավելին, այսօր շատ-շատերի համար ամոթալի է, ամոթ է դարձել, ինքը օրինակ չգիտեմ, Խոստովանի, որ ինքը ինչ որ կերպ Նիկոլ Փաշինյանի այդ իշխանության հետ կապ ունի։ Լիքը մարդու համար դա դարձել է որպես ամոթ, որ լիքը մարդը չի խոսում։ Կա մի շարք իրոք իշխանության հետ աշխատող նիկոլականներ պայմանական, բայց իրենք ժողովրդի լեզվով ասած կրկիտ են ելնում։ Դա իհարկե լավ է, որովհետև մարդիկ գիտակցում որ ամոթ է իրանց հետ ասոցացվել է։ Բայց արդյոք դա բավարար է այս ամենի համար ոչ։ Այն որ մենք ունենք այսօր այս իշխանությունը, որը արդեն փաստացի 7-րդ տարին է իշխանությունը, այո դա մեր բոլորիս մեղավորություն է որպես ընդդիմադիրների, յուրաքանչյուրից սկսած ամենափոքր ընդդիմադիրից վերջացած ամենամեծով։ Դրան են պետք է շարունակել կռիվ տալ, օրակարգերը իհարկե ասել որ շատ են սուտ կլինի, բայց ես վստահություն ունեմ, որ առնվազն այն ինչ որ մեզ սպասում է մոտակա կես տարին ու մենք հիմա տեսնում ենք այս ռեպրեսիաները, նաև վկայում են այն մասին, որ իշխանությունը ունի մեծ վախեր։ Այդ վախերը բնականաբար իրենք փորձելու են չեզոքացնել իրենց պոտենցիալ փոխող ուժերին, փոխող անձանց։ Մեծ գալիս է ընդհանրապես մեկ բան՝ պայքարել, կռիվ տալ ու ամենակարևորը չվախենալ, որովհետև որ պահին որևէ մեկը հետ քայլ արեց, որևէ մեկը մտածեց իր անձնականի մասին, հա, օրինակ շահի, ֆինանսի, այլ որոշակի կապիտալի, այդ դեպքում չի հաջողելու։ Մենք հիմա պետք է հասկանանք, որ մենք մենակ հիմա մեր համար կռիվ չենք տալիս, մենք կռիվ ենք տալիս այն մարդկանց համար, ովքեր որ Արցախից տեղահանվեցին բռնի, մենք կռիվ ենք տալիս այն մարդկանց համար, ովքեր որ գնացին պատերազմ ու փաստացի
մնացին մարտի դաշտում, մենք կռիվ ենք տալիս վիրավորների համար, մենք կռիվ ենք տալիս մեր քաղաքապետարների համար, մենք կռիվ ենք տալիս այն մարդկանց համար, ովքեր որ դուժել են այս ամեն ինչի պատճառով, ամենակարևորը մենք կռիվ ենք տալիս այն մարդկանց համար, ովքեր այս պետությունը ստեղծել են, ովքեր այս պետությունը գոյության մեջ եղել են, ովքեր որ այս պետության զարգացման մեջ ու պահպանման մեջ լումա ունեն, այսինքն դա մենակ մեր կյանքը չի, ես չեմ ուզում մեզ գերարժևորեմ, չէ, յուրաքանչյուր սովորական մարդ է, որը որ մեր փոխարեն կարելի է Պողոսը, Պետրոսը, Բարդողեմեոսը, բայց էական է հետևյալը, որ յուրաքանչյուրը բարոյական առումով ունի պարտավորություն, որ հաջորդ սերնդին ինչ որ մի ավելի լավ բան փոխանցի, որպեսզի մեկ այլ բեռ արդեն չլինի մեր որդիների, թոռների վրա։ Դա է, ու ես վստահ եմ, որ այս ամեն ինչ որ մենք անում ենք, ինքը ինչ որ բայից արդյունք տալու է։ Չեմ կարող ասել երբ, ցավոք սրտի, մի քանի տարի առաջ մի քիչ ավելի շուտ կարճ դեդլայնների մասին պատկերացում ունենք, բայց ասում եմ ունենք այն ինչ որ ունենք։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի։ Այսօր իմ հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Տերզյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։